Սիրելի կանայք, օգտագործեք այդ զենքը։ Ես բեմ եմ բարձրացնում այդ խնդիրները, այդ հարցերը։ Որն էր այն օրը, որ դու հասկացար դու հայտնի ես։ Ես նաև շատ խելար բաներ ունեմ։ Սոնա դուրս արի։ Ասացի, ոչ, ինտերնետ կխաղաս։ Որն է այն սահմանը քո համար, որ դրանից այն կողմ արդեն դավաճանություն է մասնագիտությանը։ Այսինքն մարդուն թև տաս, հույս տաս, լույս տաս։ Ու մտածել ես, եթե ինքը տենց չլիներ։ Ոչ թե փնթում ենք, այլ ուզում ենք գտնել ոսկե միջինը։ Ոյ որ դու բեմի վրա դա ֆիքսել ես։ Տղայա, թող ինքը իր հարցերը լուծի։ Ինչ հետաքրքիր է։ Շատ կարքին մարդ։ Ծնողները միշտ ուզում են ավելի քիչ, երեխաները միշտ ուզում են ավելի շատ։ Կողքից նայենք իսկապես դաժան ու վտանգավոր բան է։ Բայց պետք է։ Ալո։ Ոստիկանություններ։ Լավ։ Դու ուրիշ հանցագործություններ ես Կարող է։ գործել։ Սամվել ջան, ապրես որ եկար, ինչ որ անընդհատ չէր ստացվում մեր հանդիպումը։ Շատ երկար ինչ որ։ Նույնիսկ ճանապարհները քանդեցին, որ չկայանա, բայց վերջապես եղավ այդ պահը։ Սիրում ես ինձ նկարահանումներ, Որ անկեղծ լինեմ, այդքան էլ չէ, բայց պետք է։ բայց երևի պետք է։ Լավ, հիմա այնպես անենք, որ ես 1 ժամ հետո չասես, որ էլ չես սիրում։ Ոնց ես ու ընդհանրապես ոնց ես դու լինում։ Քո սովորական նորմալը ո՞րն է։ Լավ եմ, նորմալ է որ լավ եմ։ Իմ ռիթմով, իմ վազվզուքի մեջ ու շատ գոհ եմ, ուրախ եմ, որ այդ վազվզուքը կա, որովհետև ոնց որ ասացի, այդ իմ լավ վիճակը դա է, վազվզել, բարապ չմնալ։ Իհարկե մեկ-մեկ լինում են պահեր, որ ուզում ես դրիվ անջատվես այդ ամեն ինչից, բայց դա շատ կարճ է տևում, որովհետև հոգնեցնող է նաև ոչինչ չանելը։ Ավելի լավ ռիթմի տեմպի մեջ լինեմ, ու ամենակարևորը, որ ես իմ սիրած գործով եմ զբաղվում, այսինքն աշխատանքը չի դառնում պարտականություն, այլ աշխատանքը դառնում է հաճույք ու դրանից լավ բան։ Գիտես, ես քեզ շատ լավ չեմ ճանաչում, թեպետ 1000 տարի է իրար գիտենք ու նաև աշխատել ենք միասին, դրան էլ կհասնենք, բայց իմ համար դու քո տեսակով փիլիսոփա ես։ Չէ, չգիտեմ, երևի ինչ-որ արտաքին, ինչ-որ հանգստություն կա Ինչ-որ իմ մեջ, հանգստություն, բայց ես նաև շատ խելար բաներ ունեմ, բայց դա երևի ինձ թույլ եմ տալիս անելու իմ ընկերական շատ նեղ շրջանակներում ու իմ ընկերական ընկերներն էլ են այդպիսին։ Մեկ Իսկ էությամբ դերասան քեզ զգում ես։ Չէ։ Դու իմ համար ավելի կանոնիկ ես, կամ միգուցե ես փուլում։ Հա, ես էլ գիտեմ, որ իմ խառնվածքով այդքան էլ հատուկ չեմ, այսպես ասած, կամ երևի այդպես է ընդունված, որ դերասաններին այդպես են տեսնում, այդ ընդունվածի մեջ ես իմ տեսակով երևի չեմ մտնում։ Հաջողակ ես քեզ համարում։ Շատ գոհ իմ ունեցածից, որովհետև այն ինչ ունեմ ես աշխատանքի նաև շատ չասեմ չարչարանք այդ բառը, բայց շատ ջանք ու եռանդ եմ խնայել այդ ամեն ինչ ունենալու համար, այսինքն ոչ ոք ինձ չի բերել, տվել, նվիրել ու ես ինչի որ հասել եմ, ես իմ աշխատանքով, իմ ջանքերով, իմ քրտինքով եմ հասել, այսպես ասած։ Ոչ մի ինչ-որ միջնորդներ, ոչ մի առաջ տանողներ երբեք չեն եղել ու փառք Աստծո։ Եթե տոկոսային փորձենք հասկանալ հաջողությունը եւ քո աշխատասիրությունը ինչքան են։ Երևի ավելի շատ հաջողությունն է, քան աշխատասիրությունից, Դե արի խմենք հաջողության համար։ Անպայման։ Արի խմենք, ուրեմն առաջարկում եմ խմել թարիրի։ Հիմա դու կում կանես ու կասես արդյոք համաձայն ես ինձ հետ, որ թարիրի մեր թակուհու նման համ հավասարակշռված է այս դեպքում բույրը, համը, համ տպավորիչ, մրգային, ծաղկային, փորձենք։ Ինձ թվում է ֆանտաստիկ է։ Իսկապես շատ համեղ է, շատ թեթև։ Ես սպիտակ գինու սիրահար եմ շատ լավ, նույնիսկ ծաղկային թեթևությունը։ Վերջերս եմ սկսել գինի խմել ու սպիտակ։ Ես թեթև է, չէ՞ գնում, հյութի նման գնում է։ Համային դա համադրություն ունի։ Ասամ ես հիշում եմ 2009-10, եթե սխալ եմ հուշի, այդ քո բումը ֆիլմերը, Խաչակողի հիշատակարանը, կյանքու բում էր դա։ Դու այդպես չէ հայտնվեցիր։ Մեր համար դու այդպես ես հայտնվել։ Հա, 2009-ին իմ առաջին սերիալն էր, հեռուստասերիալը, հանրայինով որ գնաց։ Որն էր։ Հանուն սիրո։ Որից հետո առաջարկ ստացա նկարվելու Խաչակողի հիշատակարանը ֆիլմում ու այդպես ավելի, չնայած մինչև այդ ես թատրոններում արդեն կայի, Գոյ թատրոնում, Մարիան թատրոնում, բայց դա բնականաբար կինոն, հեռուստատեսությունը ավելի շատ, այսպես ասած, ճանաչում է բերում, քան թատրոնը, ցավոք սրտի, բայց այդպես է։ Ու
սկսվեց։ Այ որն էր այն օրը, որ դու հասկացար դու հայտնի ես։ Ես ճիշտ ասած նման բաների վրա չեմ ֆիքսվել երբեք ու չեմ էլ ֆիքսվում։ Բայց եղել է այդ օրը։ Դե այն օրը որ մեկ էլ հա փողոցով քայլելուց ճանաչում են, ուզում են նկարվել, չգիտեմ, լավ խոսքեր են ասում, իհարկե այդ ամեն ինչը հաճելի է, բայց ես այսպես ասած չեմ սպասում անդադար նման բաների, որովհետև ես հասկացել եմ շատ པարզ բան։ Իմ աշխատանքը ուղղակիորեն պատճառահետևանքային կապով, եթե դու հանրության առջև ես ներկայանում, պիտի ճանաչում ունենաս։ Այս դեպքում հարցը թե ինչ կերպ այդ ճանաչումդ կլինի, ինչ այսպես ասած ձևով քեզ կճանաչեն, հիմա ինձ էլ այս ձևի մեջ այսպես են ճանաչում, կամ գնահատում, կամ չգնահատում։ Կա տենց մի քիչ տխրություն, որ թատրոնում այդքան խաղալուց հետո այտենց սերիալը գալիս է ու տենց մի անգամից բերում է այդ պոպուլարությունը։ Չէ, տխրություն չկա, որովհետև այդպես է, որովհետև ավելի լայն մասսաներ, ավելի լայն հասարակություն է դիտում, չգիտեմ, հեռուստատեսություն կամ արդեն համացանցերում, քան այդքան շատ հանդիսական ունենք մենք։ Իմիջիայլոց թատրոնի դերասաններին շատ լավ ծանոթ լինելով, կա մեկը, որ մտածում ես, այս մարդը պետք է ավելի գնահատված լիներ, ավելի պոպուլար, բայց մեկի անունը կտաս։ Չգիտեմ, Մալյան թատրոնից վերցնենք Գեորգի Հովակիմյան, Արա Սարգսյան, մի խոսքով նման մարդիկ, որոնք թատրոնում ուղղակի փայլում են, բայց իհարկե ունեն իրենց հանդիսատեսներ, բայց ես կարծում եմ, որ ավելի պետք է գնահատվեր հանրության կողմից։ Որն է այն սահմանը քո համար, որ դրանից այն կողմ արդեն դավաճանություն է մասնագիտությանը։ Շատ պատճառ, այսպես ասած, կետեր կան, չեմ սիրում, սկսած կարող է շատ պարզ ու պրիմիտիվ հնչի ասածս, եւ ծիծաղ կորզել եւ արցունք կորզել։ Իմ ամենա, այսպես ասած, չընկալելի ու չսիրված կետերն են, որտեղ կան այդպիսի դերասաններ, որ ամեն ինչ անում են, որպեսզի ծիծաղ կորզեն կամ բայց ժանրը չէ, կան մարդիկ, որ հենց այդ է իրեն ժանրը։ Բայց ավելորդ ծիծաղը դա արդեն, այսպես ասած, թուլացնում, ինչ որտեղ նաև գրհկացնում է ամեն ինչ, որովհետև ամեն ինչ չափի ու ձևի մեջ է, ինքը ավելի ներդաշնակ, երբ որ չափը, ձևը կորում է, դառնում է ինչ-որ անհասկանալի մի բան։ Ու ես, հա, երևի շատ այդ այսպես ասած այդ առաջնային կետերը, որ միշտ մնալ չափի մեջ։ Իհարկե չափը շատ հարաբերական երևույթ է, բայց երբ որ ավել են խաղում, որպեսզի ավել ծիծաղ կորզեն կամ նյութեր են ընտրում բեմադրության, որտեղ միմիայն լացացնելու նպատակ կա, դա ես չեմ ընկալում, չեմ հասկանում, դա քո մասնագիտությունը օգտագործում ես քո համար, քո անունի, քո, չգիտեմ, եսի համար, որ իմ համար անընդունելի է։ Գիտես, հիշեցի, որ հեռուստատեսությունում պարբերաբար դե լինում է, որ հյուրը հուզվում է ու շատ հաճախ գրուպնեանում են, չէ, հուզվելու ժամանակ ու մեր ռեժիսորներից մեկը Գրիգորը ողջուններ մեր լավ ընկերոջը, միշտ ասում է չի կարելի, հա լավ, այդ րոպեն ինչ-որ էմոցիա բերեցիր, բայց այդ մարդու ներքին աշխարհ մտնել ավել դիտման համար չարժի։ Այս բան հենց դա հիշեցի։ Իսկ արդեն բեմից դուրս, չգիտեմ, նկարահանումներ, գովազդներ, կոմերցիոն ներկայացումներ, ինչն է, որ մտածում ես, որ չէ, դերասանը սա չպետք է անի։ Երևի ավելի շատ ասելիքի, որովհետև այնպիսի պիեսներ են բերում կոմերցիոն, այսպես ասած, նպատակներով բարձրացնում բեմ, որ նույնն է ինչ որ սերիալում է, վատ սերիալները հեռուստատեսությունով։ Ինչը դա քրքիր է։ Դա անունը դնում եմ բեմ, էլի նույն, չգիտեմ, ճակերտավոր ասելիքով, նույն ճակերտավոր արտահայտչամիջոցներով, չգիտեմ, փորձում են դա բեմ հանել, բայց ինչի համար, ինչ է ասում մարդուն դա, ուր է տանում, եթե չկան այդ հարցերի պատասխանները կամ շատ պարզ են, որ ընդամենը գրեհիկ ծիծաղ առաջացնելու կամ գրեհիկ ծիծաղ կորզելու, առավել եւս բեմում ես փորձում եմ դրան այդ ամեն ինչից հեռու մնալ։ Քեզ տալիս են գործի անունը, պիեսը, աշխատությունը, ծանոթանում ես, դու միանգամից հասկանում ես, որ այդտեղ չարժի մտնել։ Դե բնականաբար, որովհետեւ արդեն հասկանում ես ինչ նյութի այդ գործ ես ունենալու։ Բայց շատ է մեր շուկայում դա։ Շատ կա։ Եթե դու բեմ ես բարձրանում, իսկապես ինչ որ
ասելիք պիտի ունենաս, ինչ որ նպատակ պիտի ունենաս։ Չեմ ասում բան սովորեցնելու, ինչ որ խրատ տալու, սրա մասին չի խոսքը, բայց էմոցիաներ արտնացնես մարդու մեջ, որը իրեն լավ տեղ կտանի, մտածելու տեղ կտա, չգիտեմ, այդ առօրյա հոգսերից կթոթափվի, ավելի ուրիշ կերպ շրջապատը նայել, իրեն շրջապատում տեսնել ավելի ուրիշ կերպ, այսինքն մարդուն թև տաս, հույս տաս, լույս տաս, ոչ թե ընդամենը բերես ժամ-ժամուկես իրեն, չգիտեմ, ընդամենը ծիծաղեցնես ու ոչինչ չստացած գնա տուն։ Համոզված եմ այս բացերի մասին, այս մի քիչ վատ կետերի մասին խոսում ես ընկերների հետ, թե Սոնայի։ Ընկերների, չէ՞, դերասան։ Ավելի շատ մասնագիտական փնթփնթում եք։ Ոչ թե փնթփնթում ենք, այլ օրինակ ուզում ենք գտնել այն ոսկե միջինը, որ իսկապես, ժողովուրդը ուզում է ցրվի, այդ առօրյա հոգսերից կտրվի, ավելի թեթև, ավելի մատչելի մի բան տեսնի, բայց սա պետք չի օգտագործել ավելի իրեն, այսպես ասած, իջեցնելու, այլ այդ պարզագույն կետերը ֆիքսելով փորձել պարզ ավելի, այսպես ասած, արտահայտչա միջոցներով, բայց տալ ավելի ուրիշ բան, որը հաստատ վստահ եմ, որ իրեն պետք է։ Այդ սանդղակներում ինձ թվում է գտնվում է հենց ChatGPT-ն։ Այսինքն եւ սովորեցնող է, եւ ուրախ է, այդ միջինը ստացվել է գտնել։ Որովհետեւ գիտեք ինչ, այստեղ բան չհնչի, իմ մոտեցումը, որովհետեւ քանի որ ես ունեմ երեխաներ ու շատ པարզ տեսնում եմ այն խնդիրները, որը կա ոչ միայն իմ երեխաների ու իմ կամ կնոջս միջև, այլ շատ ընտանիքներում։ Այսօր համացանց, այս չգիտեմ, արագությունը ու այդ արագության այդ մեջ իսկապես շատ բաներ են կորցնում, մարդկային հարաբերություններ, մեկ էլ հասկանում ենք, որ արդեն մեր երեխան էլ երեխա չի, արդեն պատանի ու էլի աչքներս փակենք, բացենք, դառնա երիտասարդ։ Ու մենք չենք վայելում իրար, չենք վայելում ծնողները չեն վայելում իրենց երեխաների մանկությունը, երեխաները չեն վայելում իրենց ծնողներին, այս ահավոր մի բան է, թե մի քիչ այսպես ասած առանձնանանք, մեր այս ամեն ինչից դուրս գանք ու կողքից նայենք, իսկապես դաժան ու շատ վտանգավոր բան է։ Մարդու միջից հանում են մարդը, թողնելով արագության մեջ, ժամանակի մեջ ինչ որ այսպես ասած ռոբոտացված ինչ որ մի երևույթի։ Ես դա խնդիր էր ինձ համար ու ես որոշեցի խոսել այդ խնդրի մասին, բայց էլի ոչ թե դաստիարակելու, չգիտեմ, այ տեսեք ինչն է լավ, ինչն է վատ, չէ, ընդամենը շատ ուրախ տարբերակով, շատ կենթանի հարաբերության մեջ բարձրացնել այդ խնդիրը, այդ խնդիրը։ Կա առաջիկայում ներկայացումը։ Կա առաջիկայում հունիսի 1-ին։ Հենց հունիսի 1-ին, սիրելի ծնողներ, ես որպես ներկայացումը դիտած, շատ հավանած ծնող, ասում եմ անպայման գնացեք, որովհետև երեխեքը նենց են վայելում, մենք դասարանով էինք եկել, ու երեխեքի համար շատ ուրախ էր, շատ հավես էր, բայց միևնույն ժամանակ այդ ուրախության մեջ գալիս էին անընդհատ այդ մեսիջները, որ մենք իրար կորցնում ենք, մենք շփումը կորցնում ենք, որովհետև բոլորիս ձեռքին կա, սա շատ լավն էր եւ դու եւ տղատ Արմենը եւ Վաչեի կերպարը ընդհանրապես ֆանտաստիկ էր, իրեն այդ օրը ուրիշ ձև բացահայտեցի։ Իրականում սկզբից պիտի հայր ու որդի լինենք, բայց շատ պատահաբար կամ չգիտեմ, Վաչեի հետ նստած էինք սրճարանում, ասացի Վաչ, ինտերնետ կխաղաս։ Շատ արագ համաձայնվեց ինտերնետ ու շատ լավ, շատ դրական, այսպես ճակերտավոր ասեմ, համով չար, բայց նաև պիտի ֆիքսենք, որ ինտերնետն էլ իր դրական կողմերն ունի, ուղղակի պետքա ճիշտ օգտվել այդ ամեն ինչից։ Մի խոսքով Վաչեն շատ ուրախ տակ կերպար դարձեց, որը շատ սիրելի է երեխաների կողմից։ Գիտես, ծիծաղում եմ, որովհետև այս ոդքասթը ինչ սկսել է, ամեն երկրորդ կամ երրորդ հյուրի հետ խոսում ենք Վաչեի մասին, ու լրիվ պատահմամբ այդ դառնում։ Որպես ինտերնետ խոսել եք ես։ Որպես ինտերնետ չենք խոսել, Վաչեին էլ ենք ողջունում, հուսով ենք մի օր նաև այստեղ կտեսնենք։ Սիրելի ունկնդիրներ, մենք շատ կարևոր թեմայի մասին ենք հիմա խոսում։ Շատ կուզեմ իմանալ նաև ձեր կարծիքը երեխաների հետ հարաբերության ընթացքում այդ հեռախոս, iPad-ներ, խաղեր, ինչպես եք դուք վարվում, ինչ եք անում, որովհետև իրոք դա գրեթե բոլոր ընտանիքներում այդ հարցը կա։ Ծնողները միշտ ուզում են ավելի քիչ, երեխաները միշտ ուզում են ավելի շատ, ու նույնիսկ կապ չունի այդ շատն ու քիչը ինչքան է։
Ու մեր ներկայացման մեջ էլի դիմենք սիրելի ծնողներին, որ կարծում եմ կա ոչ շեշտված, բայց կա այդ բոլոր հարցերի պատասխանները, եկեք դիտեք, ես ենթադրում եմ, որ շատ բան կփոխվի ծնող երեխա նաև հարաբերության մեջ ներկայացումից հետո։ Աշխարհը փոխվել է, ջուրն էլ առաջվան է չէ, ինչքան շատ ենք մենք գնում ջուր, ինչքան շատ ենք գնում գազավորված ջուր։ Բայց այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Grohe-Blue համակարգը, որի շնորհիվ դուք տանը կարող եք ունենալ ֆիլտրված, համով, միներալներով հարուստ, ինչը եզակի երևույթ է, ջուր եւ գազավորված ջուր։ Հիմա փորձում ենք ֆիլտր տարբերակը։ Շատ համով է։ Հիմա եկեք գազավորվածը փորձենք։ Շատ լավն է։ Ամենահամով գազավորված ջրի համն է։ Սա Grohe-Blue համակարգն է, որի շնորհիվ դուք տանը կարող եք ունենալ համով եւ միներալներով հարուստ ֆիլտրված ջուր եւ գազավորված ջուր։ Իսկ ես գտնվում եմ Saetnova 37 հասցեում, որտեղ գտնվում է Grohe-ի միակ մոնոբրենդ շոուրումը Հայաստանում։ Սամվել, հիմնականում քո դերերը սենց նորմալ մարդու կերպարներ են։ Կա ցանկություն ոչ շատ նորմալ մեկի դերը կերտել։ Չէ, ես նաև ունեմ ոչ նորմալ մարդ։ Այ կարող ես չեմ տեսել։ Մալյան թատրոնում օրինակ ունենք սիրելի Պամելա ներկայացումը։ Քո սիրելի ներկայացումներից, այո։ Որտեղ լրիվ ուրիշ կերպար եմ խաղում ու կան այդպիսի։ Իսկ ես ավելի հետաքրքիր է նյութը, երբ որ դու տենց այդ քո մշտականի մեջ ես, թե արտարոց։ Բնականաբար նոր բան, նոր կերպար, որտեղ ավելի հետաքրքիր աշխատել, ավելի քո մեջից նոր գույներ գտնել, պրպտել, փորձել, դա է process-ն է հետաքրքիր։ Ես ճիշտ եմ հասկանում, որ քո երազանքի ներկայացումը դա Նարինեի հետ է միշտ մալը։ Հա։ Ինչի։ Դե, չգիտեմ, մենք կես բառից իրար հասկանում ենք, ինձ թվում է շատ նման հումորի ընկալում նույն ձևով ու շատ հեշտ ու շատ հավես է աշխատել Նարինե Մալյանի հետ։ Բայց գոյից հետո դու քեզ ոչ մի թատրոնի հետ ցած լրիվ չես, չէ, իդենտիֆիկացում։ Ազատ քաղաքացի։ Հա, այս դեպքում, հա, որովհետև գոյն էլ իր առանձնահատկությունն ու յուրահատկությունն ուներ, իր ուրիշ աշխատելու ոճը, իհարկե դա ինչ որ մարդկանց դուր չէ կապում մի խոսքով, բայց հա, ես հիմա Մալյանը կա, իմ այսպես ասած տունն է ու նաև այսպես ասած շրջագայում եմ տարբեր թատրոններով։ Վերջին երևի տարիներին, հա, Առաքելը բավականին տենց աղմուկահարույց ներկայացում է։ Ներկայացումից զատ, եթե խոսենք Հրանտի մասին, Հրանտ Թոխացյանի մասին, ինչ կերպար է ինքը քո համար, որքանով է հեշտ իր հետ լինել մի գործի մեջ։ Ուրեմն, չգիտեմ, շատ կարքին մարդ, ամենաերևի, այսպես ասած, կարճ բնորոշումս սա կլինի, շատ կարքին մարդ, շատ իսկական, շատ ապրող, որովհետև շատ հեշտ է իր հետ, այսինքն ոչ մի ծանրացնելու, ոչ մի բարդացնելու, բարդություններ չի առաջացնում, թեթև կյանքային, որպես խաղընկեր շատ թեթև, չգիտեմ, բացարձակ այդ իմ մոտ չի եղել են բանը, չգիտեմ, հաշվացությունը կամ բանը, որ ես Հրանտ Թոխատյանի հետ եմ աշխատում, որովհետև ինքը չի այդպիսին։ Շատ թեթև։ Ինչքան լավ է, որ նման մեծությունը նաև շատ սրտացավ քաղաքացի է, շատ սրտացավ հայ է։ Միշտ չէ, որ երկուսը մեկում է լինում։ Շատ ճիշտ է, բայց այս դեպքում եւ որպես արտիստ եւ որպես մարդ քաղաքացի։ Տաղանդավոր լավ մարդ։ Այո։ Սև ու սպիտակ մածունը ոնց հայտնվեց քո կյանքում ու Փաստոր Նարինեն դրամատիկականից է, դու ես Սամսոնն է, երեքով եք։ Ես հիմա Մալյանից եմ, Նարինեն դրամատիկից, Սամսոնը չի աշխատում, բայց երեքս էլ գոյից ենք։ Այո, որտեվ ես ու Նարինեն նույն կուրսից ենք եղել, Արմեն Մազմանյանի կուրսում ենք սովորել, որից հետո ավարտելուց հետո մենք աշխատում ենք Գոյում, իսկ դե բնականաբար Սամսոնը Գոյի հիմնադիրներից էր, աշխատում էր շատ վաղուց։ Շատ պատահական էր ու շատ հաճելի, նաև հետաքրքիր, որ տարիներ անց Գոյը, այսպես ասած, շակերտավոր չլինելուց հետո մենք գոյականներով հավաքվեցինք մի բեմում։ Բայց հենց գաղափարը էր, որ գոյականներով իրար գտնենք, ստացվեց։ Այդպես ստացվեց։ Սև ու սպիտակ մածուն Արեն Վաթյանի
Վաթյանը հեղինակ եւ բեմադրիչ ու այդպես հավաքվեցինք շատ հավես, շատ հետաքրքիր, որովհետեւ նախ եւ Նարինեն որպես դերասանուհի շատ լավ, որպես մարդ այսքան իրար հետ եք մեծացել։ Իրար հետ եք մեծացել, Սամսոնը պրոֆեսիոնալ շատ լավ դերասան, իր գործի վարպետ ու նաև էլի նույն թեթև աշխատանքի մեջ բացարձակ ինչ որ ես դու այս խնդիրը չկա, շատ լավ կոմեդիա, հետաքրքիր զարգացումներով, անսպասելի ավարտով, իհարկե չեմ ասի, ու հումոր, որը բարձր է, որը ինտելեկտուալ, այսպես ասած, հումորը լավ, չգիտեմ, ճիշտ բառ ընտրեցի, ոչ թե, չգիտեմ, քացով խփել ինչ-որ մեկին, որ հա կամ նմանատիպ հումորը բացակայում է այստեղ։ Ու ես կուզեմ, որովհետև պրեմիերան եղավ ու ցավոք սրտի ես երկրում չէի, դադար եղավ, մայիսի 14-ին միջայլոց խաղում եմ, հրավիրում եմ։ Ուզեմ, որ երկար ու հավես կյանք ունենա այդ ներկայացումը։ Տեխնիկական հարց տամ, բեմերը տարբեր են, դերասանին հեշտ է սովորել նոր բեմին։ Իր բարդությունները կան, բայց դե մենք փորձ ենք անում, այսինքն գոնե մի երկու պրագոն բեմի վրա ենք անում արդեն, հասկանալու համար թե ինչ ձայնի ուժգնությամբ պիտի խաղանք, արդյոք, չգիտեմ, այս միմիկան քիչա պիտի ավելացնել, դա արդեն ռեժիսորի հետ մենք տվյալ բեմում, տվյալ միջավայրում կարողանում ենք, փորձում ենք ադապտացնել, մեզ ադապտացնել այդ բեմին։ Իսկ հյուր եք ձեզ զգում, հետաքրքիր է, որովհետև հիմա շատ են ներկայացումները, որոնք խաղում են տարբեր թատրոններում, չէ՞, այսինքն վարձակալության հիմքով։ Այդ դեպքում մի քիչ քեզ հյուր ես զգում, թե դա կապ չունի։ Չէ, բնականաբար հյուր ես զգում, որովհետև այն թատրոնը, որը քոնն է, որտեղ, չգիտեմ ինչի հիմա խրտնում են այդ տունը ասելուց, որտեղ քո տունն է ի վերջո։ Էլ չեն ասում տուն։ Ասում են, որ դա աշխատավայր է։ Դա տուն չէ, մի խոսքով։ Մենք այդպես չենք կարծում, իսկ եթե քո տունը չի, ուրիշի, այսպես ասած, տանն ես, լավ ուրիշի հաստատության մեջ ես, բնականաբար դու քեզ հյուր կզգաս, բնականաբար։ Ինչքան էլ, չգիտեմ, չի եղել այդպիսի թատրոն, որ սրտաբաց ու շատ լավ մունա չեն գալի։ Բացարձակ այդպիսի դեպքի ես չեմ։ Սամվել, իսկ դե նույն օրվա ընթացքում օրինակ երկու ներկայացման փորձ ունես, շատ իրարից տարբեր ու վազելով մեկից մյուսն ես գնում, ինչ որ այդ փոխելու պահ կա, թե ձեր համար դա այսպես է։ Մենք արդեն երևի վարժվել ենք այդ ռիթմին, այդ իսկապես շատ տարբեր դերեր կարող են լինել, բայց օրվա մեջ դա չի միայն երկու փորձը։ Առավոտյան ձայնագրություն, հետո մի փորձ, հետո մի, չգիտեմ, գովազդ կարդալ կամ ինչ-որ տեքստ կարդալ, հետո մյուս փորձը ու երեկոյան էլ լրիվ ուրիշ ներկայացում։ Ու այս ամեն ինչը, բայց էլի ես գոհ եմ, որովհետև ինձ չէի կարող պատկերացնել ինչ-որ օֆիսային գրասենյակում, ինչ-որ տանջանք կլիներ։ Աթոռի նստած առավոտի 9-ից մինչև դա ահա որ։ Հա։ Ես այդքան էլ այս ոլորտի չեմ, բայց մերն էլ 9-ից 6-ը չէ։ Հաճախ ես մտածում եմ, որ 24/7-ը ավելի լավ է, քան 9-ից 6-ը։ Հա, միանշանակ։ Էլ չեմ ասում, որ հյուրախաղերի ժամանակ միջավայրը փոխում, առավելևս քո մտերիմ ընկերներով ես երբ դրսում, դա լրիվ ուրիշ արկածներ է ենթադրում, ուրիշ վիճակներ է ենթադրում։ Սամվել, քո ֆիլմերի բումի ժամանակ, հա, մի քիչ ուրիշ տեղում էիր։ Ոնց որ դրանից առաջ թատրոնում էիր, հետո այդ բումը եղավ ֆիլմերի, հետո էլի քո մշտական թատրոնին վերադարձար։ Կա ինչ-որ միտք, որ միգուցե պետք էր ավելի շատ լինել կինոյում, կամ միգուցե այսօր կարելի է ավելի շատ լինել։ Չէ, երբեք չեմ մտածել կամ փոշմանել կամ այ այստեղ ես սխալվեցի։ Ի վերջո լինում այնպես ոնց որ պիտի լինի։ Հա, իհարկե ես շատ արանքում ընթացքում հրաժարվեցի շատ բաներից, բայց երևի այդպես էի ուզում ու այդպես էլ արել եմ, այսինքն փոշմանելու որևիցե մի պատճառ չունեմ։ Կլինի, եթե ուզեմ, կնկարվեմ, չէ՞, բացարձակ ես այդպես չեմ տխրում, այսպես ասած։ Իսկ դու քեզ կինոյում ես ավելի շատ սիրում թե թատրոնում։ Ոչ թե ես ինձ եմ սիրում, ես ավելի շատ սիրում եմ թատրոնը։ Իսկ դու քեզ, որ հենց տենց նայում ես խաղատ։ Դե թատրոնում ես չեմ կարող տեսնել։ Դե ձայնագրությունները։ Ավելի, այսպես ասեմ, կոմֆորտ եմ։ Օրգանիկ։ Հա, Ավելի օրգանիկ ես։
Այս ամբողջ քո խառնաշփոթ օրվա մեջ, որը անընդհատ է, այս վերջերս էլի ենք շփվել իրար հետ, հասկացել եմ, որ ամեն օրվա գրաֆիկը էսպիսինն է։ Երբ ես հասցնում Սոնային տեսնել, երեխեքին տեսնել, որովհետև նաև ընտանիքից լավ տեղյակ ես, այնպես չէ՞ որ sense դու լրիվ դրսի մարդ ես ու վերջ։ Դե շատ քիչ ժամանակ է իհարկե մնում, հիմնականում երեկոները, բայց նաև քանի որ իմ աշխատանքը կենտրոնում է, Սոնայի աշխատանքը կենտրոնում է, երեխաներն էլ դպրոցը էլի կենտրոնում են, մենք շատ հաճախ, չգիտեմ, կարող եմ մի փորձից մյուս փորձ արանք ունենամ, մի ժամ, երկու ժամ, հանդիպենք ինչ-որ սրճարանում, չգիտեմ, գնանք հաց ուտենք իրար հետ, բայց իհարկե ես զգում եմ, որ առավել եւս աղջիկս շատ է զգում այդ բացը, կարոտումը շատ։ Ու արդեն ինքն է ինձ երեկոները, այսպես ասած, որ ժամին ես գալու տուն։ Այսօր ներկայացում ես։ Հիմա դու ինձ ասա, նայ, կնոջ որ ժամին ես գալու ու աղջկա որ ժամին ես գալու, դրանք լրիվ տարբեր ռեակցիաներ են։ Միանշանակ։ Սիրելի կանայք, օգտագործեք այդ ձենքը։ Սոնան գտել է այդ ձևը։ Խոսքով։ Բայց հավատացեք, հաճախ դա հենց երեխան է ուզում։ Երբեմն ես էլ օրինակ չեմ իմանում, բայց օրինակ տղաս գրում է papayin երբ ես գալու, այնպես որ մեր վրա միշտ մի գցեք դա։ Չէ, չեմ գցել։ Սոնան ցած շատ ունիկալ աղջիկ է, շատ ակտիվ է, ջերմ է ու բաց է, շատ բաց տեսակ է։ Ձեր հարաբերությունների մեջ էլ է, չէ՞, այդպես ինքը դու տենց ավելի փակն ես, ծանրն ես։ Ինքը ավելի բաց։ Ու մտածել ես, եթե ինքը տենց չլիներ։ Սոնա դուրս արի։ Չեմ մտածել, չգիտեմ։ Ես երբեմն մտածում եմ, որ եթե օրինակ ծանր մարդկանց կողքը լինեն ծանր մարդիկ, ինչ կլինի։ Ծանրամարտի ֆեդերացիա։ Դե երևի Աստված բալանսի է բերում մեր կամքից անկախ այն մարդունաբաժին հանում, որ պիտի Այդ խառը օրվա ընթացքում բայց դու տեղյակ ես ով ինչ է անում, օրինակ գիտես ով ուր է։ Շատ հաճախ չէ, բայց դե գիտեմ Սոնան դպրոցում, բարի խումբը, Արփենը փոքրիկ երգիչներ երգչախմբում։ Երգում է։ Հա, երգում է, պարում է, հիմա արդեն սերիալում է նկարվում։ Ու նաև Մոնթե Մերքոնյանի մասին ֆիլմ են նկարում, հայր ու աղջիկ պիտի նկարվենք, հենց հոր եւ աղջկա, այսպես ասած, դերերում։ Ու անհամբեր սպասում է, երբ է սկսվելու նկարահանումները։ Առաջին ֆիլմն է լինելու։ Չէ, ինքը քանի որ արդեն սերիալում նկարվում է։ Չէ, ֆիլմ, առաջին ֆիլմն է լինելու։ Այսինքն Արփենը լրիվ քո ուղղությամբ, հա։ Քո եւ մամայի։ Հա, Արփենը շատ արտիստիկ է։ Ես երբեմն իհարկե ամեն ինչ անում եմ, որ ինքը չնկատի դա, ուղղակի հիմա բարձրացնում եմ դրա մասին։ Ավելի փոքր էր այն ժամանակ։ Ես տեսնում եի հայլու արչև ոնց էր կանգնում ինչ որ կերպարում իրեն երևակայում կամ ինչ որ պարային շարժումներով շատ արտիստիկ է, շատ։ Ու շատ նաև խորը, շատ էմոցիոնալ։ Իսկ սերիալի հետ կապված նայում ես, մեկնաբանություններ անում ես։ Չի գնում եթեր, բայց մենք կզրուցենք իրար հետ հետո։ Իսկ դու ինչ ձևի papa ես, մի քիչ կվախենա կամաչի քեզ նյութը ցույց տալ։ Չեմ կարծում, չէ, մենք իրար հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Իհարկե նաև շատ ուղղակիորեն դիստանցիա էլ կա, այսինքն համ իրար հետ կջրիկանանք, չգիտեմ, ինչ խելքներս չի կանենք, բայց նաև գիտենք, որ մենք papa ու աղջիկ։ Այն օրը մտածում էի Արփեն, Արմեն, մտածված եք այդ մեկ տարի տարբերությամբ անունները ընտրել։ Ես դե ուզում եի, որ երեխաներիս անունները հայկական լինեն, նախ Արմեն, հայրս Արմենակ, հորս անունը, ցավոք մորս անունը հայկական անուն չի, բայց որոշեցի, որ Արփեն։ Սամվել, Սոնայի հետ հարաբերությունների ամենաբարդ կետը, որն է ամենաբարդ թեման կամ իրավիճակը։ Ես երևի շատ պունկտուալ եմ, ինքը այդքան էլ չէ։ Ու դա չեմ ընկալում էլ, երբ որ ժամանակի ինձ չի մտածի, որ դա է պատասխանը լինելու։ Հա, բայց դա ինձ բան անում։ Ես չեմ կարողանում հաշտվել, երբեք արդեն 10 քանի տարի չեմ հաշտվում, էլի։ Իսկ եղել է, որ ներկայացումից ուշացել ա քո։ Այո, եւ բաց է թողել դրանից հետո չէ, չեմ թողել գա ոչ մի ներկայացման։ Ոյ որ դու բեմի վրա դա ֆիքսել ես։ Միանշանակ ես եմ անդադար խոսում չուշանալ հանդիսատեսը պետքա 10 րոպե առաջ։ Ու դու տեսնում ես, որ ինքը չկա։ Պատկերացնում եմ իմ վիճակ։ Հետո տեսար, որ եկավ։ Հա, բայց դա ես իմ գործի մեջ եմ, այդ պահին իհարկե
Գործի մեջ, բայց դու ֆիքսեցի, որ 26 րոպե 5 վայրկյան է ուշած։ Բայց ինձ թվում է այս Սոնայի թեթևության մասին խոսում, որ իմանալով, որ դու տենց լուրջ ես վերաբերում բան, բայց ինքը իր տեսակը ինչ որ չափով պահում է, չէ՞։ Բայց պետք չի ներկայացումներից ուշանալ։ Իսկ ինքը ինչից է ամենաշատը դժգոհում։ Որ է շատ պունկտուալ է։ Գիտես ինչ որ ժամացույցները վերացրեք ձեր կյանքից ու ամեն ինչ լավ կլինի։ Չարիքները ժամին չեն նայում, հա, գրիբայ դե ասած։ Երևի շատ պատճառներ կա իմ դեպքում։ Իսկ դու տանը գործանող ես, որ մի բան փչանա սարքես։ Բա ինչ ես անում։ Չեմ սարքում։ Մնում է այդպես։ Հետո մի օր հավաքվում է իրար գլխի, նոր այդ մի օրը կարող է նվիրեմ այդ ամեն ինչը անելու։ Իսկ տան ինչ պահնա կամ կենցաղի որ պահնա, որ քեզ տենց դուրս չի գալիս կամ կնկատես։ Ես այդ խոսացող տեսակներից չեմ։ Ինչ լավ է։ Էս իրա տեղը չի այն։ Բայց կարող մի օր լրիվ ուրիշ տեղից ես ինչ-որ էսպես ասած։ Այդպես ճանաչում ենք, այո։ Ֆիքսվեմ արդեն այն բաների վրա, որոնց վրա ընդհանրապես չեմ էլ ուշադրություն դարձրել։ Սիրելի կանայք, ես խորհուրդ եմ տալիս այդ պահերին մենք չմտածենք ինչու, ախր այսքան ժամանակ, ուղղակի մենք հասկանանք, որ դա լրիվ այլ պատճառ ունի։ Սամվել, ես մեկ-մեկ որ նայում եմ ձեր հարցազրույցները, նաև շուտասայի հետ կապված, հա, շփվել եմ Սոնայի հետ, քո հետ եմ շփվել, այսօրվա լեզվով ասած, կան դրվագներ, հիմա չգիտեմ, ասեմ թե չասեմ։ Ոնց։ Քեզ կարող է երիտասարդները ասեն դու մի քիչ աբյուզեր ես, տենց մի քիչ քո ծանրություն ունես, չէ՞, սենց։ Հիմա չգիտեմ, ասեցի, բայց լավ արեցի, որ ասեցի, թե չէ։ Նույնիսկ երևի տարիքի, ես ավելի երիտասարդ տարիքում էլ եմ, նկատում եմ երիտասարդները թող չմտածեն, որ ես մեծացել եմ։ Չէ, ես ասում եմ երիտասարդները ինչ անուն դրան կտային։ Հա, բայց ես այդ եմ ասում, շատ ավելի երիտասարդ, այսինքն տեսակա, ոչ թե տեսակա, բայց ծանր չեմ, ես կարծում եմ։ Ես օրինակ Սոնայի մասնագիտությունից հրաժարվելու պահը, բեմից հրաժարվելու պահը ծանր եմ։ ընդունում։ Վերջավարտեցինք այսքաններ պետք։ Ո՞րն է քո շնորհակալությունը։ Իրականում մեր հայ կանայք օգտվելով առիթից ասեմ, պետքա գովեմ։ Շատ լավն են, ախր։ Համ լավ մամա են, համ աշխատում են։ Հիմա նույնիսկ հուզվեցի։ Համ փորձում են ընտանիքակենտրոն լինել, համ փորձում են սիրուն լինել։ Շատ լավն են մեր հայ կանայք։ Այ օրինակ ո՞րն է քո շնորհակալության ձևը։ Ցավոք սրտի իմ շնորհակալության ձևը չի արտահայտվում բառերով, այսինքն ես բառեր շռայլող մարդկանցից չեմ, դա ավելի շատ ցավոք էլի այդպեսին եմ, դա մնում է իմ մեջ, բայց ես դա իմ մեջ այդ գնահատականը, բարձր գնահատական ու շնորհակալությունը վստահ տալիս եմ։ Հայացքով, վերաբերմունքով։ Ավելի շատ հա, քան խոսքերով, որտեղ Չի քոնը չի։ Իմը չի։ Արհեստական բան եմ։ Իսկ ուշադիր մարդ ես դու։ Ես օրինակ եթե վերցնենք ինչ որ նոր գործ պիտի արվի, ես ամեն ինչ կարող եմ մոռանամ։ Իմ ուղեղը, միտքը, չգիտեմ, ուշադրությունը կենտրոնացնեմ դրա վրա ու կարող է շատ բաներ լրիվ, այսպես ասած, իմ ուշադրության կենտրոնից ջնջվի։ Դրա համար միանշանակ չասեմ, ես ուշադիր եմ կամ ուշադիր չեմ։ Արի թեստ անենք։ Ինչ է սիրում ուտել Սոնան։ Բան, ուտելիք։ Թաբուլ է։ Ահա։ Սիրած գույն։ Կապույտ։ Սիրած երգիչ, երաժշտություն։ Շուտ մենք Շարլ ենք լսում, տարբեր Sting ենք լսում։ Սիրած արտահայտություն։ Ինչն է շատ ասում։ Չեմ հիշում։ Ինչ է շատ ասում։ Արի տուն։ Շատ լավներ։ Մենք այսօր ընդհանրապես Արմենի մասին չխոսեցինք։ Ընդհանրապես դու տարիքից է, որ Արփենը ավելի շատ է քո խոսքում։ Չէ, երևի որ աղջիկա։ Ինչ հետաքրքիր է։ Նաև հետաքրքիր է այն, որ Արփենը իսկապես շատ նրբիկ, շատ կանացի, շատ իսկ Արմենը ճիշտ հակառակ։ Արմենը կյանքով ապրում է, հա, հասկացա։ Խնդիրները, իր այսպես հետաքրքրությունները շատ տղա է, էլի կոնկրետ։ Ու բնականաբար ես պիտի աղջկաս կողմից լինեմ, հետևեմ, այո, որովհետև Արմենը դրա կարիքը չունի։ Ու տղա է, թող ինքը իր հարցերը լուծի, իհարկե, այսպես ասած, չափի մեջ իր Պարտանում է քեզնով։ Երևի։ Իրեն հարցրեք։ Ձեր տունը չեմ հիշում, սեփական էր, թե
Սեփական, երբևիցե մտածել ես արևային կայան ունենալ տանիքներ։ Ճիշտ ասած, այս տարի ուզում էի անել, ուղղակի ուրիշ բան առաջ եկավ, երևի մնա մյուս տարի։ Ինձ թվում է, բայց ճիշտ պահն է, որ մի հատ հաշվարկ կատարես, որովհետև ես քեզ հիմա ուզում եմ ասել, որ միջին սեփական տան հաշվարկով միջին 10 տարվա ընթացքում 6 միլիոն դրամ ծախսվում է Հոսանքի։ Հա։ Իսկ եթե օրինակ Italsolar-ից 8 կիլովատ հզորությամբ արևային կայան ձեռք բերես, այդ 10 տարիների ընթացքում 4 միլիոն խնայում ես։ Մոտավոր հաշվարկ եմ ասում, այսինքն մոտավոր 2 միլիոն ես ծախսում, էլ չասեմ, որ դրանից հետո դա քեզ է մնում։ Արժեր չէ գալես օրես ինֆորմացիան ստանալու համար։ Միանշան։ Ուրեմն 8 1 2 8 8 1 2 8 հեռախոսահամարով կարելի է զանգել ու մանրամասները իմանալ, ինձ թվում է մանավանդ սեփական տուն ունեցողների համար հրաշալի է։ Նաև էլեկտրական մեքենա ունեցողների համար։ Դու ես չէ էլեկտրական քշում։ Իսկ ընդհանրապես այդ աշխարհի գլոբալ տաքացում, աշխարհում տեղի ունեցող տարբեր մարդկային գործոնով եւ ոչ մարդկային խնդիրներին ո՞նց ես վերաբերվում, որովհետեւ քաոտիկ է մեր մոլորակը ու ամեն մեկը իր գոյատևելու եւ չխելագարվելու տարբերակն է փնտրում։ Դե հա, բայց այս ամեն ինչը, չգիտեմ, ընդհանրում եմ, որ շատ པարզ տեղ է թաքնված, երբ որ մարդը կտրվեց բնությունից, ուզեցավ կռիվ տալ բնության դեմ, որ ամենաապուշ ու անիմաստ, այսպես ասած, գործն է, ու դրա համար եկանք հասանք մենք այս քաոտիկ իրավիճակում, որովհետև մարդն էլ է բնության մի մասնիկը ու չգիտեմ գծած է, հաշվարկած է բնության մեջ ամեն ինչ ու եթե այն օրը իմացա, որ եղջերուները, որ բարձր ձայնով ինչ որ ձայն են արձակում, չգիտեմ ինչ են ասում հայերենում այդ բառը, ուրեմն դա լինում է այն ձմռան այն սեզոնին, երբ որ լեռների վրա շատ մեծ հաստությամբ շերտ է գոյանում ձյան ու այդ ձայնից արձագանք է տալիս, որ թափվի ձյունը, որ հետո դա ինչ որ կատակլիզմի չբերի, այսինքն չգա գյուղեր, չգիտեմ, ծառեր, անտառներ ջարդի, այսինքն գծած է ամեն ինչ, ու մարդ մեկ էլ որոշել է իր խելքով այդ հստակ գծած ֆանտաստիկ երևույթը իր ձևով, իր ռիթմով, իր մտածածով անի, որը դրա համար այսօրին ենք մենք։ Այսինքն ես չեմ մեղադրում եմ իմ այն մարդուն, ցավոք սրտի, ես էլ այդ ամեն ինչի մի մասնիկն եմ։ Բայց երևի աշխատանքի վազքի մեջ այնպեսի չէ, որ տենց քեզ ուտում է աշխարհի վիճակը կամ Չէ, իհարկե, նախ եւ անկեղծ լինեմ, նախ իմ երկրի վիճակն է ինձ առաջինը անհանգստացնում։ Հերվից էի գալիս։ Նոր աշխարհի թող, չգիտեմ, էգոիզմ դա դիտվի թե ինչ, բայց այդպես է, որովհետեւ իմ երկիրը, իմ տունը պիտի խաղաղ լինի, իմ տան մեջ պիտի լինի այն արժե համակարգը, այն մտածողությունը, որտեղ պիտի ծնվել ու պիտի ապրի իմ երեխան, պիտի ապրեն մեր երեխաները։ Նախ եւ առաջ դրա մասին պիտի մտածենք ու նաեւ իմ գործն էլ շատ ուղղակիորեն կապված է նման հարցերի, նման խնդիրների հետ։ Ես բեմ եմ բարձրացնում այդ խնդիրները, այդ հարցերը, փորձում եմ բեմից խոսել գեղեցիկի, վեհի, ազնվության մասին ու չեմ կարող անմասն մնալ այդ խնդիրներից ու բարձրանալ խոսել դրա մասին։ Իսկ ունես երազանքի գործ ներկայացում դեր, որ սրտից տա, բայց դեռ չես արել։ Ես երբեք չեմ ունեցել այդ այսակ խաղայի ու չգիտեմ, Աստված ինձ տվել է, համենայն դեպս ինձ համար իմ դերերը շատ հետաքրքիր են, շատ սիրելի են իմ կողմից ու շատ թանկ են ինձ համար։ Ովքեր են քո ամենամտերիմ ընկերները, հոգու ընկերները։ Անուններով եք Անուններով։ Ուղղակի չմոռանամ ինչ որ մեկին, չգիտեմ, իմ մանկությունից իմ դասարանցիները Հովոն, Գափոն, Մանուկա, հետո արդեն ինստիտուտ, էլի չմոռանամ մեկին, կներեք, եթե մոռանամ։ Նման դեպքերում իմիջիայից պետք է ֆիքսենք, որ ցանկացած մարդ կարող է ամենամտերիմին մոռանա, հա, այդ նորմալ է։ Արդեն իմ կուրսեցիները Գուրգենը, Աշոտը Տեր Մաթևոսյան, Գուրգենը Սարգսյան Գուրգենը։ Ես հասկացա։ Հետաքրքիր է, երբ ընկերները լինում են նույն մասնագիտությունից, դա օգնում է, օրինակ, չգիտեմ, ինչ աշխատանք ես կատարում, իրենց կարծիքը, իրար հարցնել, օգնել։ Հա, ու Մազմանյանը միշտ ասում էր՝ միշտ ուշադիր եղեք իրար։
Միշտ ամեն մեկը այդ ճանապարհից շեղվելու չենք այսպես ասած ապահովագրված։ Ինչ լավ միտք է։ Ու դուք պիտի ասեք իսկ ընկերը հենց դրա համար է կամ չթողնեք որ ձեր ընկերոջ վրա գավառական տասկային փոշին նստի մի խոսքով շատ բան է մեզ տվել ու շատ պինդ ընկերություն է մեզ նվիրել Այդ ընկերությունով Գուրգենի հետ հիշում եմ որ հասակ որպես հաղորդավարներ հանրային հեռուստաընկերություն առավոտ լուսո մենք հենց այդ ժամանակ ենք ծանոթացել Սամվել իմ համար այնքան դա ձեր տեղը չէր Հիմա տարիներ անց կարող ենք դրա մասին խոսել այնքան դուք կապ չունեք դրա հետ ինչ էր ուղղակի այդ պահին այդ էր հարմար Ինչ-որ մի շրջան ստեղծեց ու իսկապես մենք էլ համենայն դեպս ես ու Գուգոնը չնայած մեր գործը չէր այդ որ ասում եմ պարտականություն էր էլի դա ոչ թե հաճույք Իսկ դա վառապացույց էր որ ամեն մեկը իր ուղղության մեջ պետք է լինի որովհետև ակնհայտ էր որ դուք չեք վայելում ու դուք լրիվ ուրիշ տեղ պետք է լինեք ուղղակի այդ պահին այդտեղ էիք դա էլ է երևի պետք որ իմանաս ինչն է քոնը ինչը հաստատ քոնը չէ Իսկ միջոցառումներ վարելու փորձ կատեգորիկ որտեվ դերասաններից շատերը հա դա էլ են որպես ուղղություն դիտարկում չեմ վարում իմը չի էլ գիտեմ Հեռախոսիդ մեջ ամենաշատը որ հավելվածներն են օգտագործում Facebook-ն է քիչ Instagram ու YouTube երևի դա Իսկ հաղորդակցման էփերից չգիտեմ WhatsApp, Telegram WhatsApp հիմնականում Ում հետ ես գրվում ամենաշատը Գործնական է հիմնականում, չգիտեմ, բաներ, հաշիվներ ուղարկել ես ինչեր բան։ Ու դու 24/7 ինձ թվում է զգոն կաս թե չէ։ Չէ, օրինակ եթե փորձի եմ գնում 2-3 ժամ հեռախոսը մի կողմի վրա գցած, ես իմ գործով զբաղված։ Ես քեզ ասեմ, դա մեծ ճոխություն է։ Դա պապաները կարող են մենակ անել։ Ես միշտ մտածում նույնիսկ այս երբ որ մենք նկարահանում ենք անում, ես ընթացքում կարող եմ 1-2 անգամ ասած թաքուն նայեմ, որովհետև մամաները միշտ մտածում են, որ կարող է ինչ-որ մի պահի զանգ լինի։ Իսկ պապաներին համենայն դեպս հիմնականում պապաներին այդ ազատությունը մենք տալիս ենք։ Ինձ թվում է մոտ 1 ժամ մենք զրուցել ենք, ինչ կասես տենց հարցազրույցների գալը ամեն դեպքում պետք է թե լավ է։ Ես ասեմ ինչն է խնդիրը, որ չեմ գնում, չեմ սիրում իմ մասին խոսել։ Ու փորձում ես ինչ-որ բարեր գտնել, որ հանկարծ մեկ էլ որտեվ հարցազրույցից հետո մեկ էլ մի միտք ես լսում քո ասած դուրս չի գալի ու դու ժամերով դրա մեջ ես թե ինչի ես բառ օգտագործեցի, որովհետև ուրիշ կերպ կընկալվի, բայց այսօր ոնց որ շատ հանգիստ է ես, չգիտեմ, այդ հանգստությունը ֆիքսես թե չէ, երևի պետք է Բայց իրականում նաև դու ճիշտ ես, որովհետև հիմա բոլորը շատ ուշադիր են եւ քանի որ հնարավորություն կա հետադարձ կապի, հա, հնարավորություն մեկնաբանության, կարող է ինչ որ մեկը ինչ որ մի բառ, մի միտք չհավանի եւ եթե նախկինում դա ուղղակի հեռուստացույցից այն կողմեր կամ լավ, բեմի վրա խաղում եք կողքին ենք ասի, իսկ այս դեպքում բոլորը ունեն հնարավորություն արտահայտվելու ու շատ հաճախ հայտնի մարդիկ ունեն այդ վախը, սխալ ընկալվելու Միգուցե դա էլ է ազդում։ Ես ոչ թե վախ ունեմ սխալ ընկալվելու, այլ ես եմ, չգիտեմ, ես երևի Դու քեզ դուր չգաս, քո հասած, հա։ Ամենը, օրինակ 100-200 երևի բանաստեղծություն եմ կարդացել, բայց անկեղծ եմ ասում, 1 կամ 2 բանաստեղծություն է ինձ, որ իմ կարդացածը ինձ դուր է եկել։ Ու ես ամեն անգամ լսում եմ այն բանաստեղծությունները, որոնք ինձ դուր չեն եկել, ես տառապում եմ դրանից, դրա համար նույնն էլ այդ նույն պրինցիպով հարցազրույց է, ինձ կարող է ինքը անդադար իմ ուղեղի մեջ, ինձ Դու քեզ ուտես։ այդպես Շատ լավ, ամեն դեպքում ինձ թվում է այսօր նաև կրկին ունեցանք հիանալի հնարավորություն ֆիքսելու, որ դու ոլորտի նվիրալ ես, որ դու 1000 գործի մեջ ես, բայց ինչ անում ես ամեն ինչ թատրոնի հետ է կապված, թատրոնի մեջ է, ներկայացման մասին է, բեմի մասին է ու երբեք քեզ չես դավաճանում, այսքան տարի ես քեզ գիտեմ, իրոք չեմ պատկերացնում, որ ինչ-որ մի տեղ քեզ տեսնեմ, որ ասեմ, վայ, քո հիմնական ճանապարհից շեղված է այս կետը։ Դե ասեցիր։ Այն մի կետ է, դե լավ է մոռացի։ Այդ մեկը մոռացի։ Չէ, ես լրիվ համաձայն եմ, լրիվ։ Ես էլ այսքան տարի քեզ ճանաչելով շատ թույլ տվեցի ինձ անկեղծ լինել։ Չէ, շատ ուրախ եմ։ Ինձ թվում է շատ լավ զրույց ունեցանք, քեզ լավ երեկո եմ մաղթում ու մաղթում եմ շուտ գնաս տուն։ Մերսի։ Այսքան